Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի նպատակը հասարակության շահերին ծառայելն է։ Ես Վայո Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը չենք շրջանցում սուր հարցերը, մենք խփում ենք նպատակակետին։ Հայ Նախիջևանյան սահմանի Խաչիկ գյուղը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար։ Նախորդ տարի մեր անդրադարձից հետո կառավարության հատկացրած գումարով պայթեցվեց Խաչիկը Վայոց ձորի մարզին կապող ավտոճանապարհին կախված հսկայական ժայռաբեկորը։ Եթե այն գահավիժեր, գյուղը կկտրվեր Հայաստանից։ Այստեղ սակայն դեռ լուծված չէ ոռոգման ջրի հարցը, նորոգման կարիք ունի էներգամատակարարման համակարգը։ Սակայն այս խնդիրները մի կողմ դրած գյուղում մտածում են ավելի կարևոր բանի մասին։ Վարկային կազմակերպությունները դատական կարգով փորձում են հետ ստանալ Խաչիկի բնակիչների չմարած գումարները։ Ու զավեշտն այն է, որ մարդիկ այդ փողի երեսը չեն տեսել։ Առաջին անգամ նրանք խաբեբաների ծուղակում են հայտնվել, երբ Խաչիկում սրճարան բացած երկու կոոպերատորի ձեռքն են ընկել, որոնք համոզել են վարկ վերցնել ու իրենց տալ մարելու պայմանով, սակայն գումարի հետ անետացել են։ Նախորդ տարի էլ տեղեկացել են, որ իրենց անունով վերցրած վարկերը չեն մարել երկու համագյուղացիները, որոնք վարկային կազմակերպություններից տարբեր տարիներ շուրջ 130 միլիոն դրամ են ստացել։ Այսօր աշխատանք չունեցող մարդիկ չգիտեն ինչ անեն, ու իրենց խնդիրները բարձրաձայնելու նպատակով դիմել են մեզ։ Ներկայացնում եմ Շուշանիկ Միրզոյանի «Խաբել են յուրայիններին» ռեպորտաժը։ Խաչիկ գյուղում իսկական բրազիլական կրքեր են եռում։ Անգամ Օստապ Բենդերը կերազեր անել այն, ինչ արել են գյուղի բնակիչներից երկուսը։ Խաչիկ գյուղի մոտ 100 բնակիչ Արեգակ և Ֆինկա վարկային կազմակերպություններին պարտք է մոտ 130 միլիոն դրամ։ Պնդում են, թե ստացած գումարները տվել են համագյուղացիներ Ալվարդ Իսկանդարյանին ու Արսեն Մնացականյանին։ Ըստ որում նշված անձինք ակտիվորեն մասնակցել են վարկավորման գործընթացին, կեղծ տեղեկություններ ներկայացրել, խմբային վարկ ստացածների գույքի մասին ստորագրություններ կեղծել։ Բոլորին էլ խաբել է։ Ում տան աշխատող երաշխավոր կար, դրելա որպես աշխատող երաշխավոր։ Ես տեղյակ չեմ եղել, դաժե ես չեմ հիշում, այդ ինչ տիպը դիվերսիտ է ինձ աչքովանում, ասա միլիոն ու կես։ Ոչ մի օրենք չի գործում։ Օրենք եթե գործեր Արսենը ով է, որ գա Գեղանուշ ինչանա Պետրոսյանին փողոցում ծեծիկ, հետո էլ ասի հաջորդը էս ինչ մարդն է, հենա ծեծուտել։ Ավելին, վարկային պայմանագրերը կնքվել են Ալվարդին պատկանող խանութում, իսկ վարկային մասնագետները չեն ստուգել փաստաթղթերում առկա տեղեկությունների իսկությունը։ Գործող կարգով նրանք պարտավոր էին տնայց կատարել։ Իրա խանութում արել ամբողջ գործարքը։ Եվ էլ դու չի էլ եկել գործական։ Մարոին լրացրել է լրիվ Ալվարդը։ Ես ունեցել եմ մի հատ երինչ, 10 հավ, 10 թև հավ և 5 փեթակ մեղու։ Ինքը տարել անդեղ դարձրել է 2 կով, հետո դարձրել է 40 թև հավ, մեկ էլ 15 փեթակ։ Ալվարդնովա, որ գյուղապետարանից փեչատած ստորագրած թուղթը տեղեկանքը վեկալի ինչ ուզի գրի տանի վարկ ստանա։ Կարող է վերացնել, իրանց խմբից մեկը կարող է կացանի, վերացնի նաև մյուսների տեղեկանքները ու ասի, այս մարդին մենք խմբի անդամն եմ Ես դրաստացում եմ տված։ Արեգակի և Ֆինկայի Խաչիկ գյուղը սպասարկող վարկային մասնագետները այլևս չեն աշխատում։ Նրանց գործակցության հնարավորությունը պարզվում է դատարանում։ Ֆինկայի վարկային մասնագետը Ալվարդի, Արսենի և գյուղի մոտ 100 բնակչի գործարքի մասին տեղյակ լինելը չի ընդունում։ Այդ հանգամանքը նշված է գյուղապետարանում կնքված պարտավորագրերում։ Արեգակ գուպկեից վերցել են վարկ միլիոն կես և տրամադրել է ինձ։ Վարկի համար տեղյակ են պահել գործակալ Վարոսին։ Ինձ թվում է բոլորն էլ տեղյակ են եղել վերադարձնել։ Նույն այդ Վարոսին ասում եմ, դու ամուսնուս ճանաչում ես, հիմա որ բերեմ այդ նույն աշխատող երաշխավորին, դու կճանաչես, ասնա չէ, ես չգիտեմ։ Ստորագրությունը կեղծել են։ Ասեմ գնացել եք ձեր անունով վարկ վերցնելու, իրենք ձեր հետ եղել են։ Անպայման։ 19-ին ես դրել եմ մեր գույքը գյուղփոխբանկից վարկ են վերցրել 29-ին նույն գույքը ինքը դրել է, Արեգակից վարկ է վերցրել։ Ասում ինչ ես գրել դրել։ Ախր իմ մեքենան դրած արդեն, ասում դե թող իրանք նային չտային քեզ։ Կարող է համագործակցել են, քանի որ ըստ բնակիչների վարկային գործող մասնագետները չեն ուսումնասիրել։ Օրինակ, անձը եղել է, երբ պատմության մեջ նշվել է իր, որ ինքը ավտոմեքենա ունի, սակայն իրականում ավտոմեքենա չի ունեցել։ Որոշ ժամանակ վարկերը պարտաճանաչ վճարվել
կազմակերպվել են, սակայն անցած օգոստոսին վարկառուները ֆինանսական կազմակերպություններից նամակներ են ստացել եւ տեղեկացել, որ վճարումները դադարեցված են։ Դրանից հետո վճարման կարգադրություն է նրանք ստացել, որտեղ հստակ ասվել է, որ երկշաբաթյա ժամկետում պետք է հակընդդեմ հայց ներկայացնեն, որպեսզի հայցային վարույթը ընթանա։ Իսկ եթե երկուշաբաթյա ժամկետում չեն ներկայացնում հակընդդեմ հայցը, վճարման կարգադրությունը օրինական ուժ է ստանում։ Դեկտեմբերից որոշում են կայացնել 50%-ով աշխատավարձից պահել։ Ենթադրենք աշխատում ենք, հա, դպրոցում աշխատում ենք հավաքարար։ Մի ամբողջ ամիսը բռնենք խալխի երեխու ոտի տակը մաքրենք երաշխավորի պատճառով աշխատավարձը կալանքի տակ դնենք։ Այսօր Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է խնդրին առնչվող մի քանի դատական գործ՝ քաղաքացիական եւ քրեական։ Պարքև Հայրապետյանը ստորագրությունը կեղծված է, այս կեղծիքի հիման վրա հարուցել եմ քրեական գործ, նաև կեղծված է Միքայելյան Գառնիկի ստորագրությունը։ Ստորագրվել է գործարքը ոչ այն անձանց կողմից, ովքեր որ պետք է գործարքի կողմ հանդիսանային, իսկ դա արդեն շինծուի հիմքեր է։ Այս պարագայում համուսինները պետք է լինեին նրա կողմը։ Իսկ արդեն թե վարկային գործող մասնագետները ներքաշված են այս գործընթացին, դա հետագայում պարզ կլինի։ Երկու գործող դատական ակտեր հրապարակվել ողջ ընկերության Վարկառուները ընդունում են, որ օրենքը խախտել են առանց գիտակցելու եւ վարկի գումարը փոխանցել ուրիշների, որպես ապացույց պարտավորագրերն են ներկայացնում, սակայն ֆինանսական կազմակերպությունների համար դրանք ոչ մի նշանակություն չունեն։ Նրանց հետ պայմանագրերով վարկառուն կոնկրետ գյուղացիներ են, որոնք եւ պետք է մարեն պարտքը, իսկ Ալվարդի եւ Արսենի ստորագրությամբ պարտավորագրերը կարող են օգտագործել մարած վարկին համարժեք փոխհատուցում ստանալու համար։ Աշխատանք, արժեքավոր գույք չունեցող մարդիկ չեն կարող վճարել այն գումարները, որոնցով, ինչպես իրենք են ասում, Ալվարդի գյուղում մեծ տուն է կառուցել։ Համոզվելու համար նրանց առաջարկով գնացին Ալվարդի տուն, զրուցելու։ Դարպասը դրսից փակ էր, թեև տանը շարժ էր նկատվում։ Արսենի հետ փորձում ենք զրուցել հեռախոսով։ Մեր միակ նպատակն է, որ ոսե փոխանցեն մեր վրա, մենք չենք հրաժարվում, էլի։ Մենք ասենք մենակ աշխատելով մենք կարող ենք հետ տանք։ Որն է ելքը։ Սահմանապահ գյուղի բնակիչները օգնության ակնկալիքով տարբեր պետական կառույցների են դիմել, բայց ապարդյուն։ Եթե աջակցությունն ուշանա եւ դատարանը վճիռներ կայացնի, մարդիկ անելանելի վիճակում կհայտնվեն։ Ֆինկա վարկային կազմակերպության տեղեկացմամբ երկարացվել են վարկերի մարման ժամկետները, իսկ Արեգակ կազմակերպությունում հարցազրույցից հրաժարվեցին։ Խաբված մարդիկ վարկային կազմակերպությունների դիրքորոշումից ու աջակցության ձևից դժգոհ են։ Ասենք մեկը ես մնում էր 700,000, եկան երկարացրին, դառավ 1,200,000։ Եթե եղավ զիջումը Ասում են, որ աջակցություն չստանալու դեպքում խաչիկը կդատարկվի։ Աշխատանք գտնելու ու վարկերը մարելու համար կտեղափոխվեն քաղաք։ Արդյոք դա ճիշտ լուծում է։ Շուշանիկ Միրզոյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Կոռուպցիոն երևույթների, ատկատների, գերշահույթի, պետական բյուջեի միջոցներն անարդյունավետ օգտագործելու մասին պարբերաբար խոսում ենք։ Այսօր կոնկրետ օրինակներով ուզում ենք ներկայացնել պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործման ձևերից մեկը, մինչդեռ կատարված ծախսերի մի մասը կարող էր ուղղվել կարևոր այլ խնդիրների լուծմանը։ Վերահսկիչ պալատը ստուգումներով պարզել է, որ առողջապահության նախարարությունը, նաև որոշ պոլիկլինիկաներ դեղեր են ձեռք բերել ներմուծման արժեքից էականորեն բարձր գնով։ Բերեմ կոնկրետ օրինակ։ Նախորդ տարի պոլիկլինիկաներից մեկը Նեմեսուլիթ դեղը գնել է ներմուծման արժեքից մոտ 3,5 անգամ բարձր գնով։ Պոլիկլինիկաներում եւ առողջապահության նախարարությունում արդարանում են, թե գործել են օրենքով, դեղերը ձեռք բերել մրցույթների միջոցով, նաեւ հավելում են, թե պարտավոր չեն պարզելու դեղերի ներմուծման արժեքը։ Այդուհանդերձ, եթե հաշվի առնենք, որ նախարարությունը արդեն մի քանի տարի դեղերի հիմա արդեն 57% ձեռք է բերում անմիջապես արտադրողից, տնտեսելով տարեկան 500-ից 800 միլիոն դրամ, ապա դժվար չէ պատկերացնել, թե որքան կարելի է տնտեսել բոլոր դեղերը այդ եղանակով ձեռք բերելու դեպքում։ Մի կարևոր հանգամանք ևս։ Մեզ այդպես էլ չհաջողվեց վերահսկիչ պալատից պարզաբանումներ ստանալ եւ չգտնվեց մեկը, ով կպատասխաներ հետեւյալ հարցերին։ Մասնավորապես, ինչպիսին է եղել ուսումնասիրության մեթոդաբանությունը, ուսումնասիրվել են արդյոք ներմուծողների փաստաթղթերը, դեղմատակարարողների մոտ ներմուծման արժեքից բացի եղել են այլ ծախսեր եւ այլն։ Այժմ Սոնա Դանիելյանի ուղիղը Զարտուղուց Էժան տեսանյութը։
Առողջապահության նախարարությունն անցած տարի կենտրոնացված կարգով ձեռք բերվող որոշ տեղեր ներմուծողներից գնել է ներմուծման արժեքից 60-ից 75% թանկ գնով։ Ըստ վերահսկիչ պալատի, սա բյուջեի միջոցների անարդյունավետ օգտագործում է։ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությամբ պարզվել է, որ օրինակ 3000 դրամով ներմուծված դեսմոպրեսին ացետատեղը ներառյալ ավելացված արժեքի հարկը նախարարությունը ձեռք է բերել 5267 դրամով։ Գործող օրենսդրությամբ սահմանված չի որևիցե գործիքակազմ, որը մեզ թույլ է տալի մատակարար կազմակերպության կողմից ներկրվող տեղերի զսպման մեխանիզմներ որևիցե իրականացնել։ Այդտեղ էլի մենք գործ ունենք անարդյունավետ գնումների մասին դեպքի հետ, բացատրեմ ինչի, որովհետև մենք գործ ունենք միջնորդավորված գնումների հետ։ Նույն կերպ ներմուծման արժեքից մի քանի անգամ բարձր գնով դեղեր են ձեռք բերել նաև Երևանի թիվ 20, 22 եւ Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկաները։ Օրինակ այս բուժ հաստատությունում 6 դրամով ներմուծված օմեպրազոլ դեղը ձեռք է բերվել 12.6 դրամով, իսկ թիվ 20 պոլիկլինիկանն Մեսոլիդը գնել է 67 դրամով։ Այն դեպքում, երբ ներմուծման արժեքը եղել է 20 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Մենք ներմուծման արժեքի հետ բացարձակ գործ չունենք, որտեղ նրանք թե ներմուծելուց ինչ գնով են մաքսահանվում այդ դեղերը, դա այդ տվյալները մեզ ոչ մի ընկերություն չի ներկայացնում։ Մրցույթ ենք հայտարարում համապատասխան գնումների մասին օրենքի եւ նվազագույն գին առաջարկած ընկերությունը ուղղակի շահում է։ Մենք տեղյակ չենք ոչ ներմուծման գնից, ոչ քանի տոկոս է ինքը գին բարձրացնում, ուղղակի դա մեր գործառույթը չի։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշում է, որ ներմուծման եւ վաճառքի գները համադրելով դժվար է ասել գերշահույթ եղել է թե ոչ։ Պետք է ուսումնասիրել գնագոյացման վրա ազդող բոլոր ծախսերը։ Մի փոքր ավելի շատ տեղեկություններ է պետք, որովհետև այնտեղ կա մանրածախ եւ մեծածախ գների հասկացողություն եւ իհարկե նաեւ շահութաբերության տոկոս, որը ըստ էության պետք է ավելի մանրազնին հաշվարկների լինի։ Առանց նման կարգի հաշվարկների մի փոքր դժվար է միանգամից միայն այդ տեղեկության հիման վրա կարծիք հայտնել։ Վերահսկիչ պալատից չկարողացանք ճշտել, ուսումնասիրել են արդյոք նշված ծախսերը, հաշվարկել են բյուջեին հասցված վնասի չափը, արձանագրված խախտումներից որոնք են վերացվել սահմանված ժամկետում եւ այլն։ Վերահսկողները հրաժարվեցին հարցազրույցից զբաղվածության պատճառաբանությամբ։ Իսկ պետական առանց այն էլ սուղ միջոցները խնայելու համար մասնագետները մեկ ելք են առաջարկում՝ հրաժարվել միջնորդներից։ Որևէ խնդիր կամ դժվարություն չկար, որ առողջապահության նախարարությունը տեղից գիտեր ով է մատակարարը, վրացական ընկերությունը կապնվեր ու գիտեր իր, այսպես ասած, կարիքները եւ ժամանակահատվածը եւ քանակային գնահատականը կար եւ շատ հանգիստ կարող էր այդ ձեռբերումը իրականացնել։ Խոսքը նույն դեսմոպրեսինի մասին է, որն արտադրում է վրացական Բիոֆարմ դեղագործական ընկերությունը եւ ներմուծում է Արմֆարմը։ Եթե այս ֆիրման գործունեություն անում եւ ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը նաև շահույթ է ապավում, այդ շահույթը շատ հանգիստ կարելի է փորձել պետական ավելի նախաձեռնողական քաղաքականության միջոցով, որպեսզի շահեն սպառողները, այլ ոչ թե հենց տվյալ դեպքում այդ ընկերությունը։ Եղանք Արմֆարմ ընկերությունում հասկանալու, թե ինչու է պետությանը դեղը վաճառել ձեռքբերածից 75% բարձր գնով, ինչպես նման բոլոր դեպքերում տնօրենը տեղում չէր։ Պարոն Դաշյանին կարող ենք տեսնել Արմենիա հեռուստաընկերությունից ենք։ Ինչ սպասում է։ Չէ։ Կասեք դեղերի ձեռքբերման հետ կապված վերահսկիչ պալատի հաշվետվության մասով։ Դեռ չի եկել։ Երբ օրվա ավարտին զանգահարեցին գոնե հեռախոսով պարզաբանում ստանալու, ասացին, որ նա եկել է, բայց խոսել չի կարող։ Եկա պարոն Դաշյանը։ Եկել է հիմա մոտը մարդ կա, ոնց որ երբ որ իմանամ, ես ցած կզանգեմ ես համարը։ Այդպես էլ նրանց հեռախոսազանգին սպասելով մնացինք։ Պատկերը նույնն է մեկ այլ դեղի ձեռքբերման դեպքում։ Գլիկլազիդ, նույն ինքը հնդկական դիազոն MR հակադիաբետիկ դեղամիջոցը նախարարությունը նույն Արմֆարմ ընկերությունից գնել է ներմուծման արժեքից 64%-ով թանկ։ Սակայն այստեղ ոչ այնքան գինն է խնդրահարույց, որքան փաստը, որ 2015-ին պետությունը 16 միլիոն դրամ է վճարել հնդկական դիազոնի համար։ Մինչդեռ կառավարության որոշմամբ առողջապահության նախարարությունը հնգամյա պայմանագիր ունի ֆրանսիական Սերվիա ընկերության հետ, որի դիաբետոնը հնդկականից եւ արդյունավետ է եւ էժան։ Մրցույթը կայացել է 2014 թվականի դեկտեմբեր ամսին։ Դեռ առաջարկ մենք չենք ունեցել ֆրանսիական կազմակերպության։ Այդ իսկ պատճառով ձեռք ենք բերել առաջին կիսամյակի համար, որպեսզի համալրենք մեր անհրաժեշտ պաշարները հիվանդներին ապահովելու նպատակով։ Պայմանագիրը կնքվել է դեկտեմբերին։ Այո, մրցույթը կայացել է եւ պայմանագիրը կնքվել է դեկտեմբերին։ Այս դեղը երբ է ներմուծվել Հայաստանում։ 15-ի հունվարի սկզբին ինքը արդեն մեզ մատակարարել է անհրաժեշտ քանակը։ Հիմա ուշագրավ մի փաստ ամիսներ առաջ անդրադառնալով հակադիաբետիկ դեղամիջոցին նշել էինք, որ կառավարության 2015-ի հունվարյան որոշումից հետո նախարարությունը փետրվարի 16-ին նոր պայմանագիր է կնքել հնդկական դիազոնը ներմուծողի հետ։ Այդ նույն պայմանագիրն է, որը կայացել է դեկտեմբեր ամսին։
այդ նույն առաջի կիսամյակի քանակն է։ Դրանից բացի ոչ մի ուրիշ քանակ ձեռք չի բերվել։ Իդեպ հետքի հրապարակումներից պարզ է դառնում, որ Հայաստան դեղի խմբաքանակներ են ներմուծվել թե 2015-ի մայիսի 15-ին եւ թե օգոստոսի 13-ին։ Ինչ վերաբերում է անմիջապես արտադրողից դեղերի ձեռքբերմանը, նախարարությունում հավաստիացնում են 2015-ի գնումների 57%-ն արդեն առանց միջնորդի է։ 2013 թվականից 15 թվականը նշված միջոցառումների արդյունքում միջինում տարեկանում տնտեսվել է 500 միլիոն դրամ, շուրջ 500 միլիոն դրամ, իսկ 2015 թվականին շուրջ 800 միլիոն դրամ։ Պատասխանատուները հույս ունեն, որ ընդամենը վերջերս ընդունված դեղերի մասին օրինագիծը գնային կարգավորման գործիքներ կիրառելու հնարավորություն է տալու, սահմանափակելով միջնորդների ախորժակը։ Կառավարությունը սահմանելու է ուրեմն փոխհատուցվող դեղերի գների կարգավորման մեխանիզմ 2025 թվականից արդեն այդ մեխանիզմը նաև տարածվելու է բոլոր բժշկական հաստատությունների վրա։ Ակնհայտ է, որ առողջապահության նախարարությունը եւ ընդհանրապես գնումների համակարգում մի փոքր ավելի նախաձեռնող պետք է լինեն եւ այս մասով փորձեն նաեւ բանակցությունների հիման վրա եւ այլն ավելի մեծացնեն այսպես դրամի արժևորման սկզբունքը։ Վերահսկողության պոլիկլինիկաներում հայտնաբերվել են դեղերի մնացորդային պիտանիության ժամկետի խախտումներ, թիվ 22 եւ 20 պոլիկլինիկաներում համապատասխանաբար 14 եւ 27 դեպք։ Այն պահին, երբ որ մենք գնում ենք այդ դեղը, նրա ժամկետի, այդ պահի մնացած ժամկետի 2/3-ը պետք է լինի։ Եթե դա ասենք թե 20 ամիս է դեռ մնում, որ նա ժամկետը վերջանա, առնվազն ինքը մոտ 12-14 ամիս պիտի դեռ ունենա։ Հա, իսկապես այդ վրիպակը եղել է, բայց բոլոր դեղորայքը, որը մենք բերել ենք, եղել է ժամկետի մեջ, եւ որպես բժիշկներ ոչ մեկի մտքով էլ չի անցել դրան հետեւել, որովհետեւ մենք դեղորայքը, որ բերում ենք, 1-2 ամսից ոչ ավել է մնում ինքը մեր պահեստում։ Պարզվում է նաև, որ ներմուծող որոշ ընկերությունների թեթև ձեռքով բուժհաստատությունները վիտամինների փոխարեն ձեռք են բերել կենսաբանական ակտիվ հավելումներ, ինչն արգելված է առողջապահության նախարարի հրամանով։ Քանի որ լաբորատոր փորձաքննություն չեն անցնում, որովհետև որպես դեղ գրանցված չեն։ Պոլիկլինիկաներում պարզաբանում են, որ հավելումներն ու իրենց պահանջված դեղերը նույն բաղադրությունն են ունեցել եւ շփոթմունք առաջացրել։ Դա մենք չգիտեինք, անկեղծ ասած, եւ մանավանդ որ դեղագործական ընկերությունն է բերում ձեզ ներկայացնում, ընդհանրապես կասկած չէր առաջացել։ Մենք ուղղակի վրիպել ենք չենք հետևել, այսինքն մրցույթը հաղթել է բադը, ոչ թե դեղը։ Իրավունք չունի вообще տենդերին մասնակցել, այսինքն բենզինի տենդերին սեղանաթռով չես կարա ներկայանալ։ Թե ինչպես են գրանցում չունեցող կենսաակտիվ հավելումներ ներկրողները մասնակցել դեղերի մրցույթներին, դժվար չէ պատկերացնել։ Ստուգողը չի ստուգել, հետևողը չի հետևել։ Ու բացառված չէ, որ նախկինում էլ են նման դեպքեր եղել, պարզապես դրանց մասին չի բարձրաձայնվել։ Իսկ ամենավատն այն է, որ բացահայտվելուց հետո անգամ որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Եթե վերաձևակերպենք Փարուժ Սևակի խոսքերը, պիտի ասենք, դե եկ մայր, եկու մի ցնդիր։ Թե ինչ է կատարվում ապրիլյան պատերազմի զոհվածների մայրերի սրտում, գիտեմ միայն իրենք, մեկ էլ Աստված։ Չհամակերպվելով Կորստյան հետ ցավը լռությամբ են տանում։ Մի միտք այնուամենայնիվ նրանց մխիթարում է, որդին կյանքը տվել է հայրենիքին։ Այդպես է մտածում նաև Գրիգոր Հարությունյանի մայրը։ 19 տարեկանում կիսատ մնացին Գրիգորի գործերը, երազանքները չիրականացան, սիրած աղջկա սիրտն էլ սևացավ։ Տատն ամեն օր նայում է թորան ճանապարհին, անասցե նամակ գրում, այդ կերպ գուցե թեթևացնում է հոգու ցավը։ Թերևս բոլորս են մտքում, հոգում չուղարկված նամակ ունենք մեր զինվորներին, անփորձանք ծառայության եւ առողջ վերադարձի մաղթանքով։ Աստված տա, որ այդպես էլ լինի։ Այժմ Տաթև Մեսրոպյանի գիտակցված նահատակություն տեսանյութը։ Թշնամու գնդակից զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի տանն ենք։ Պարզվեց այսօր նրա մոր ծնունդն է։ Սովորաբար առաջին շնորհավորանքը եւ ծաղիկները որդուց է ստացել։ Այսօր նա է ծաղիկներով շտապում որդու մոտ։ Հատուկ ծաղիկներով Զամբիղիկով վարդեր ինքը միշտ սիրում։ Տենց ամեն ծննդյանս ժամը 5-ին կգար, դուրը կբացեր, գորալով մամա ջան ծնունդը չնրավոր կփաթաթվեր, ու մի հատ էլ ինչ-որ միտեղ հետ կկանասներ, ինձ կնկարվեր հետս միասին։ Հիմա նույն ծաղիկներից ես առել եմ, որ կանամ միայն շիրեմին։ Բայց էլ ավելի հուզվեցին, երբ տեսանք, թե ինչ պայմաններում է մեծացել Գրիգորը։ Տունն էլ տարիներ առաջ Էրեբունու թաղապետարանն է հատկացրել։
Այս ամենի հետ ակամա համեմատում ենք կեցության պայմաններն ու տիկին Անահիտի կյանքը։ Ինչպես այս քարուքանդ պատերի մեջ հերոս է մեծացրել, այնպես էլ փոթորկված ներաշխարը մի կողմ դրած հերոսի մոր կերպարով է ներկայանում։ Թեև որդու զոհվելուց օրեր անց է բոթը լսել, սակայն զոհվելու օրը երազում որդու ձայնն է լսել ու սարսափահար արթնացել։ Ես ամսի 2-ին ճիշտ ասած բարկեցի որ քնեմ, լուսաբացնից 4-ներ Գրիգորի ձայնը լսեցի, ձայներ տալի օգնության ձայներ կանչում։ Վերթրա իմ փոքր տղասել, ասեց մամա ինչ եղավ, ասեցի եղբայր օգնության բաներ կանչում։ Հետո տենց առավոտյան վեր կացա, ճիշտ ասած այդ ձայնը մինչև այդ ականջից մեջ էր։ Հարևանուհիս առաջի հարկի սուրճի կանչեց, խոսում ենք որ Գրիգորի ձայնն եմ լսել, ինձ օգնության էր կանչում, ասեց Անահիտ մի անհանգստացի տակում մոտ ինչ-որ բան կա։ Ժամը 3-ն էլի Գրիգորի մասին խոսում ենք, իրենց պատիժամածը կանեց։ Այդ ժամանակ արդեն մանորս սարսուր անցավ, արդեն զգացի որ մի բան ընչի։ Տիկին Անահիտը ժամանակին ռուսական զորամասերից մեկում աշխատել է եւ փորձում է վերականգնվել աշխատանքում։ Նաեւ առողջական խնդիրներ ունի, երբ Գրիգորը կարճատև արձակուրդ է եկել, մորը ուժ է տվել։ Հիմա նորից տիկին Անահիտի վիճակը վատացել է։ Եղան որ օդպուսկ եկավ, ես արդեն վիրահատվել էի, անկողնում պարկացել, բայց ցույց չտվեցի։ Անդադ Գրիգորին ցույց էր տալի։ Մամա ջան, պետք է այնտեղից էլ ես մի բան կանեմ, դու ոտքի կկանես։ Ասի չէ, ես լավ եմ, առողջ եմ։ Մամա ջան, պետք է էլի խնդրեմ օդպուսկս երկարացնեն, ես ձեռք գցեմ քեզ, ասի չէ բալիս։ Դու ժամանակին գնա, հասի քո ընկերներին։ Ես ոտքի կկանեմ։ Գրիգորի կրտսեր եղբայրը չի հավատում, որ եղբայրը չկա, եւ անցյալով չի խոսում նրա մասին։ Անգամ չհամաձայնեց նկարահանվել, իսկ տատը թեև Գրիգորի զոհվելուց առաջ վատ երազ է տեսել, միևնույն է չի հավատում, որ թոռը զոհվել է, սպասում է նրան, անգամ նամակ է գրել եւ չգիտի ինչ հասցեով ուղարկել։ Դու բարձր պահեցիր հայության անունը, սիրեցիր մարդկությանը եւ մարդկության չափ մեծ դարձար։ Այո, չգիտակցած մահը մահ է, գիտակցված մահը անմահություն։ Փառք ու պատիվ քեզ լեգենդ դարձած իմ հերոս զինվոր թորնիկ, դու մեր բոլորի սրտերում ես, դու մեր պարծանքն ես, քո կրակը միշտ վառ կմնա եւ սրբազան կրակը երկի մեջ, քեզ անորած ու հավերժ սիրով քո պատիկ։ Գրիգորը հորը փոքր տարիքում է կորցրել եւ փորձել է ընտանիքի բեռը վերցնել իր ուսերին։ Մայրը հիշում է նրա առաջին աշխատանքի վարձը ու հուզվում։ Նաեւ պատմում, որ աշխատանքից հետո էլ շտապել է իր աշխատավայր ու օգնել։ Մանկական երկաթուղիները ինքը հսկիչ էր կարուսելների վրա։ Այդպես եւ գնում էր միտեղ կահույք էր սովորում, միտեղ ռեմոնտ անելիս սովորում, որ երեխան կարողանա ինչ-որ բաներ օգտակար լինի ինձ։ Առաջի աշխատավարձով 5000 դրամ ստացա, վերես տվեց մամա ջան, ասեց առաջին այլ տանենք հացի փող բանանենք, հաց առնեմ, անհրաժեշտ մթերքները, նոր մնացածը ինչ-որ բանով կանենք։ Եթե ես մի հատ լամաջոյ լիստերի բացում, ինքը կարծեր կրտնակը ձեռքցս վերցնում էր, սկսում էր ինքը բացելը։ Գրիգորն ինչպես ապրիլյան պատերազմի զոհված զինվորներից շատերը կրում է Արցախյան ազատամարտում զոհված հորեղբոր անունը։ Ամուսինս իրեն եղբոր անունը գրելու համար ուզեցավ տաղավարություն ունենալ, անուն դնել Գրիգոր։ Ես էլ ունեցա Գրիգորին։ Այդպես նույն ճակատագրին տիրացավ նույնպես Գրիգոր։ Ծառայության մեկնելուց առաջ ընկերուհի է ունեցել։ Մայրը ցավով պատմում է, որ այդ աղջկա հետ ծանոթացել է Գրիգորի հուղարկավորության օրը եւ նրա ապրումներից է հասկացել, թե ով է։ Իրեն լացել այդ ամենը, ես այդտեղից արդեն զգացի, որ Գրիգորից ընկերուհին է եղել։ Ու Գրիգորս այս նկարը միշտ դրել էր, բայց չէի իմանում իրան ընկերուհին տվել։ Երեխայի հուղարկավորությունից հետո որ վերադարձանք տուն, իր ընկերուհին ցույց տվեց, ասեց ամոթուջա, սա տեսնում ես եմ նվիրել Գրիգորին։ Տիկին Անահիտը միջև որդու զոհվել է եւ այսօր խնդրում է, որ իրեն տանեն առաջնագից։ Ասում են, ամենաանպարտելի ուժը վրեժով լցված մայրն է։ Ես եկամ որ գրվել էի, որ գնայի տղայիս մոտ, գնայի առաջիկից զինվորներին համ ուշ տայի, համ երեխայիս կողքին լինեի։ Ասացին խնդրին ասեցին Անահիտ ջան, թողնա, մյուս անգամ գնանք։ Իսկ թվում է երևի իրանք տղայիս համար իմացել են, որ ինքը անհայտ կորածների շարքում է, ինչ չէին հայտնել։ Զինվորները թողում են, ես միշտ իրենց կողքին եմ, պատրաստ եմ հանուն Գրիգորի, հանուն երեխաների։ Իրենք են իմ զավակները։ Եվ Գրիգորի ողը պետք է անեմ։ Գոնե մեկ հատ էլ թուրք ես խփեմ, նոր հովանամ, սիրտս հովանամ։
Միաժամանակ երազում որդու կիսատ գործը եւ երազանքն իրականություն դարձնել։ Գրիգորը ծառայության մեկնելուց առաջ տուն կառուցել է սովորել, որ իր տունն էլ նորոգի եւ իրենց տանը որոշ աշխատանքներ կատարել։ Ինքս մեր առաջնահերթ տունը վերանորոգել, սա իր սպիտակը որ տեսնում եք, իր արածնա գնում էր սովորում էր, որ կար վերանորոգել։ Երբ ծառայությունից արձակուրդ է եկել, Գրիգորը տետրի թղթի վրա նկարած 3 գմբեթանի եկեղեցու նկար է նվիրել մորը եւ խնդրել դա լավ պահել։ Մայրը հիմա է հասկանում այդ նկարի իմաստը ու պատմում, թե ինչ կաներ, եթե Գրիգորին նորից տեսնելու հնարավորություն ունենար։ Ես պատկերացնում եմ, որ այդ 3 գմբեթով 3 ընկերներն են։ 3 ընկերներն էլ երապլորում կողքով են։ Ադամը, Գրիգորը եւ Բագրատը։ Եթե Գրիգորին նորից տեսնելու հնարավորություն ունենայիք, ինչ կասեիք։ Ամուր կգրկեի, բայց չի թողնել։ Ես սպասում, որ ինչ-որ ինքը պետք է կանես մտնի, ես յան ամուր կգրկեմ։ Ինչպես մեկնաբանեց չուղարկված նամակի բովանդակությունը, երբ տատը զոհված թորանը նամակ է գրել ու չգիտի ինչ հասցեով ուղարկել։ Բայց եւ այնպես յուրաքանչյուր հայ մեր նահատակված զինվորներին չուղարկված նամակ ունի, որը պահում է սրտի խորքում։ Գրիգորը, որ երբևէ եկեղեցի չի նկարել, գուցե այդ նկարի մեջ խորհուրդ է դրել։ Պատահական չէ, որ յուրաքանչյուր հայ զինվոր մեծ հավատ է տածում Աստծո ու եկեղեցու հանդեպ։ Մարդու համար չկա ավելի ապահով տեղ, քան եկեղեցու պատերից ներս։ Եկեղեցում է մարդը խաղաղվում ու իրեն ապահով զգում։ Գրիգորի, Ադամի, Բագրատի եւ մյուս զինվորների մայրերի կրծքի տակ մեծացած նման հերոսների շնորհիվ է, որ այսօր բոլորս մեր երկրում մեզ ապահով ու անվտանգ ենք զգում, ինչպես եկեղեցում։ Օնարվում ենք։ Տաթև Մեսրոպյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք Սակագինը մոտ 1 ամսից կեժանանա 9.3 դրամով։ Եկամուտը կմնա ընկերությունում։ Իսկ եկամուտը քիչ չէ։ Շուրջ 7 միլիարդ։ Սակագնի փոփոխությունները համարժեք չեն։ Կապիտություն ամենտեղ կա։ Իրականում վճարում ենք կրկնակի։ Դες ինչքան է չէ՞ դե։ Պատրաստ են վերանայել գազի վաճառքի գինը։ 69 դոլար։ Փոփոխությանը գազալցականներն անմիջապես կարձագանքեն վառելիքը թանկացնելով։ Դուք բարձրացնեք գինը։ Տրտնջում են, որ ստիպված են աշխատել վնասով։ Մտադիր են գինը պահպանել նույնությամբ։ Ադրբեջանին եւ Թուրքիային է վաճառել լրտեսական ծրագրեր։ Ֆիքսել ձեր զրույցը Չափազանց վտանգավոր են մեզ համար։ Իսկ դու կարող ես լուրջ չինովնիկ ես։ Բնականաբար։ Օգնության կհասնի մեր համակարգացիների անփութությունը։ Անտիվիրուսը ընդհանրապես չէր գնում։ Ադրբեջանական հատուկ ծառայություններն ունենան հսկողություն Հայաստանի պաշտոնյաների նկատմամբ։ Իրաց դեմ դու չես կարող պայքարես։ Մեր չինովնիկները զգուշավորությամբ աչքի չեն ընկնում։ Ժուչոկա, որը ինքը դու կապցրել ես քո վրա։ Պատգամավորների մասնակցությամբ ինտիմ տեսանյութ է նկարահանվել։ Շանտաժի ենթարկվել են լուրջ պաշտոնյաներ։ Աղջիկները արտասահմանից փորձում են ծանոթանալ հայ տղամարդկանց հետ։ Եվ Skype-ով սկսում են մերկանալ իրար դեմ։ Այնուհետև փողի հետ անհետացել են։ Մոտ մի $200,000։ Ավելի քան 1 ամիս չեն դադարում գազի սակագնի փոփոխության խոսակցությունները։ Թվում է ամեն ինչ պարզ է։ Գազպրոմը Արմենիան հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ է ներկայացրել բնակիչների համար սակագինը 156-ի փոխարեն 146.7 դրամ, իսկ խոշոր սպառողների համար 277-ից $257 սահմանելու վերաբերյալ։ Դա նշանակում է, որ հանձնաժողովի որոշումից հետո մասնավորապես մենք սպառողներս, ասենք 1000 խորանարդ մետրի համար կվճարենք 9300 դրամ պակաս գումար։ Սակայն աղմուկի պատճառը ոչ այնքան սակագնի նվազեցումն է, որքան չափի։ Բարձաբանեմ։ Նախ, ինչպես հայտնի է, գազի սակագները ձևավորվում են սահմանին գազի գնից եւ ներքին մատակարարումների արժեքից։ Ներքինը ավելի թանկ է, քան Ռուսաստանից Հայաստան մատակարարումները, իսկ սպառողը վճարում է մոտ $400 1000 խորանարդ մետրի դիմաց։ Երկրորդ, տնտեսագետների մի մասն այն կարծիքին է, որ այդ չափ էժանացումը տնտեսության վրա չի կարող լուրջ ազդեցություն ունենալ եւ բավարար չէ մրցունակ արտադրություն զարգացնելու համար։ Չէ՞ որ $20 չափով նվազեցումը համարժեք չէ աշխարհում ձևավորված կոնյունկտուրային, որտեղ գազի գները կտրուկ նվազում են, խթանելով արտադրության զարգացումը։ Մասնավորապես մարտին Գերմանիայի հետ սահմանին ավելի քան 10 տարում Գազպրոմի պայմանագրային միջին գները հասել են նվազագույնի եւ կազմել $147 1000 խորանարդ մետրի դիմաց։ Իսկ ինչ հակընդդեմ փաստարկներ ունենք։ Դրանք թերևս վարչապետի ու մի քանի նախարարների հայտարարություններն են, թե երկնագույն վառելիքի էժանացումը անխուսափելիորեն հանգեցնելու է նաև էլեկտրաէներգիայի էժանացման, հետևաբար ապրանքների ինքնարժեքները կնվազեն եւ ավելի մրցունակ կդառնան։
Այսինքն, ունենք երկու տարաբևեռ մոտեցում, ու մինչ հանրային ծառայությունները կարգավորողները ուսումնասիրում են սակագնի նվազեցման հայտը, վարչապետից սպառող հաշվարկներ են անում, թե սպասվող էժանացումները որքանով կթեթևացնեն իրենց կյանքը։ Մենք նույնպես որոշեցինք անմասն չմնալ այս գործընթացից եւ այժմ ներկայացնում եմ Նելի Հարությունյանի «Երկնագույնը Հայաստանում գորշ է» հետաքննությունը։ 3 տարի առաջ 24 դրամով թանկացած 1 խորանարդ մետր գազի սակագինը մոտ 1 ամսից կեժանանա 9.3 դրամով։ Էժանացման հույսեր գազասպառողները իհարկե ունեին դեռ անցյալ տարի, երբ Գազպրոմի հետ բանակցություններից հետո սահմանին գազի 1000 խորանարդ մետրի արժեքը $189-ից իջեցվեց 165-ի։ Հույսերը չարդարացան։ Ամրագրվեց պայման, որ այդ տարբերությունից ձևավորվող եկամուտը կմնա ընկերությունում։ Ստացված եկամուտը հնարավորություն ստեղծեց փոխարժեքի փոփոխությունից բխող սակագինը չբարձրացնել, նաև որոշակի գումարներ հավաքագրել կապիտալ շինարարության նորոգման տեխնիկական վերազինման աշխատանքների համար, իսկ եկամուտը քիչ չէր, մանավանդ հանձնաժողովի հաշվարկով։ Ընկերությունը գտնում է, որ այդ մեծությունը շուրջ 7 միլիարդ դրամի համարժեք, մեր գնահատմամբ այդ մեծությունը պետք է համարժեք լինի 88 միլիարդի։ Սա զուտ ուրիշի փողերը հաշվելու վատ սովորություն չէ։ Հանձնաժողովի պարագայում սա կարևոր եւ հանրօգուտ գործառույթ է, որը գուցե հետագայում թույլ կտա կանխել գազի սակագնի վերընթաց փոփոխության հավանականությունը։ Հաջորդ տարիներին, երբ որ ընկերությունը իհարկե ներդրումային պահանջներ կամ համագազամտակարման համակարգին ով աշխատանքներ կուզենա ներկայացնել հանձնաժողով, մենք գիտենք, որ նա այդ գումարի ռեսուրս է ունեցել։ Ապրիլին սահմանին գազի գնի եւս $15 նվազումը որոշակիացրեց սպառողներին մատակարարվող գազի էժանացման հեռանկարը։ Ապրիլի 1-ից հերմոցվող գազի գինը սահմանվեց 150 ԱՄՆ դոլար, այսինքն այդ 165-ից 150 այդ $15-ն արդեն կհաշվարկվեր ու նվազեցվեր գործող սակագներից։ Գազպրոմ Արմենիան գազի սակագինը նվազեցնելու հայտը ապրիլի 29-ին ներկայացրել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Հուլիսի 1-ից բաժանորդները եւ բնակիչ բաժանորդները եւ մնացած բոլոր բաժանորդները, որոնք սպառում են ամսական մինչեւ 10,000 խորանարդ մետր, այսօրվա գործող 156 դրամ դիմաց կվճարեն 146.7 դրամ։ Ազգային ժողովի падգամավոր տնտեսագետ Հրանտ Բագրատյանի հաշվարկներով սահմանին գազի գնի եւ մատակարարվողի սակագնի փոփոխությունները համարժեք չեն։ Որտեղ ներսի վերջնական գինը մանրածախ գինը մեծածագնից տարբերվում է 2 անգամ, եւ այդ 2 անգամ տարբերության հիմնական պատճառը Գազպրոմ Արմենիայի արտակարգ մեծ շահգործական ծախսերն են։ Հենց այդ ծախսերի հաշվին 1000 խորանարդ մետր գազի դիմաց իրականում վճարում ենք կրկնակի մոտ $300, ինչն ի դեպ էապես տարբերվում է ԵՏՄ երկրներում գազի գներից։ Չի կարելի գազի գինը 1000 խորանարդ մետրի համար Հայաստանում լինի 320 ու հիմա դառնում է $300, Ռուսաստանում $105, Ղազախստանում $80, Բելարուսում $189։ Հրանտ Բագրատյանի հաշվարկներով գազը կարող է մատակարարվել ընդհուպ եղածի կես գնով, որոշակի քայլերի դեպքում։ Եթե մենք ամբողջ կառուցվածքը փոխենք, ինչպես նաև խոշոր սպառողների գազի գինը էժան չտանք, մենք ի վիճակի ենք հանրապետության բնակչությանը 156 դրամից իջեցնել 105-ից 110 դրամ։ Իսկ եթե մեզ հաջողվի սահմանի վրա գինը մտցնել այն Ռուսաստանի ներքին գինը, ինչը հիմա պահանջում է Բելարուսը, դեպ դա թույլ կտա իջեցնելու մինչև 1 խորանարդ մետրը 75-80 դրամ։ Իրականում սահմանին գազի գնի փոփոխությունները չպետք է հետաքրքրեն հուզեն կամ ոգևորեն սպառողներին։ Հրանտ Բագրատյանի կարծիքով այն ինչի վրա արժե իրականում ուշադրությունը սևեռել դա հումքի գինն է, որը վերջին տարիներին համաշխարհային շուկայում շարունակ նվազում է։ Natural gas 1 BTU 1.98 դոլար, տես, սենը հենց այս պահին աշխարհում վաճառվում է առանց տրանսպորտավորման ծախսի։ Գազի գինը British Thermal Unit-ն է նշանակում 35 British Thermal Unit-ը 1 խորանարդ մետր։ Տես ինչքան է իջել, ընդամենը մի ամիս առաջ 100 էր։ $69 աշխարհում գազի գինը։ Մեզ ինչ որ 165, ասում են մատակարարման գին կա, դարել է 150, խառնվել ենք իրար։ Տեսնում ես money, գրեց money.cnn.com համաշխարհային գներ են։ Բնական գազը բիրժային ապրանք է։ Հեղուգազի սպառման ծավալները մեր երկրում իհարկե մեծ չեն։ Այն մասամբ օգտագործում է կենցաղում, որոշ չափով լիցքավորում են նաև մեքենաները, հիմնականում Ռուսաստանից բերված։ Հեղուգազի առևտրով զբաղվողները պատրաստ են վերանայել գազի վաճառքի գինը, հենց որ էժանացման վերաբերյալ որոշումը հրապարակվի։ Եթե ասենք ես մարդը էժան գազ ձեռք բերի, պարզաբար ճիշտ կնվազի։
Բայց եթե նույնիսկ 10 դրամով է նվազում, մեկը սպասում է, որ սա էլ կնվազի։ Էժանացումը սպառողների համար գազի շուրջ ողջ այս իրարանցման ամենասպասված հանգուցակետն է, թեկուզ 9.3 դրամի չափով։ Մայիսի 31-ին վերջնական որոշում կկայացվի, որպեսզի գազի սակագինը այնուամենայնիվ նվազի նաև վերջնական սպառողի համար։ Այն իհարկե չի լինի համարժեք ժամանակին տեղի ունեցած թանկացմանը։ Սակագինը կնվազի ընդամենը մոտավորապես 10 դրամով, սակայն այլ է մոտեցումը գազալցականների մոտ։ Նրանք մտադիր են գինը պահպանել նույնությամբ։ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտել ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխությունը, համաձայն որի այս հարկատեսակը վերաբերում է նաև սեղմված գազի մատակարարմանը։ Դեռ օրինագծի քննարկման ժամանակ կանխատեսվում էր, որ փոփոխությանը գազալցականներն անմիջապես կարձագանքեն վառելիքը թանկացնելով, մեքենատերերի հաշվին փոխհատուցելով հարկային բեռը։ Բայց մի շարք գազալցականներ այցելելով պարզեցին, որ սեղմված գազի գնի փոփոխություն չկա։ Միասին ես վաճառում 190 դրամ։ Եթե ակցիզային ես տամ, այսինքն պետք է բարձրացնեմ գինս, չէ՞ որ, բայց չեմ բարձրացնում։ Ոչ էլ էժանացնում եմ, այսինքն գազը էժանանում է։ Եթե ես էժանացնեմ, ակցիզը պետք է մուծել, ճիշտ է։ Ու չեմ էժանացնում, բայց մուծում եմ ակցիզը։ Ոնց մեկը մեկին կապայսած։ Մեր մոտ գազը չի թանկացել, ոնց կար գինեն հենց այդ մնաց։ Գազի գինը իջեցնում են, տեղը ակցիզը ավելանում։ 9 դրամ իրանք սակագինը իջացնում են, 8.33 ակցիզ պետք է մուծվի։ Տենց հաշվեք, մնաց նույնը, մերը կոնկրետ։ Իհարկե ոչ բոլոր գազալցականներում են համբերատար սպասում գազի սակագնի իջեցմանը։ Որոշ տեղերում տրտնջում են, որ 2 ամիս ստիպված են աշխատել վնասով։ Մայիս ամիսը աշխատել եմ ակցիզով, որը պետք է մուծեմ հունիս ամսի մինչև 20, բայց հունիսի 1-ի փոխարեն հունիսի 1-ին եմ իմ սակագինը իջացնում։ Ես մեզ հունիս ամիսը ոնց եմ աշխատել։ Դե սակալի ես պետք է հունիս ամիսը գինը բարձրացնեմ ակցիզի համար, դու հունիսին իջացնեմ։ Խաղ անում էլի։ Դե հունիսի 1-ով տնեին, որ գնի տատանում չտային, որ դե ժողովուրդը չկան վաղ ասել։ Գեր ջան, հեռուստատեսությամբ ասում են գազի գինը իջնում է, բայց դուք բարձրացնեք։ Բայց բարձրացրելա ձեր մոտ չենք բարձրացրել։ Ես հիմա մտածում եմ ոնց ենք մուծելու մյուս ամիս, եթե չբարձրացնենք։ Վնասը կոպիտ հաշվարկ եթե անենք, եթե միջինը քաշենք 300,000 կուբամետր գազ ամիսը, դե 8-3-ով բազմապատկենք, այդ արդեն 3 միլիոնի կարգի թիվ է։ Չհաշված, որ հոսանքը թանկացվեց, ոչ մի գազի կալում կա, գինը շարժ չեղավ, մնաց նույնը։ Գազալցականների խոշոր ծախսերի թվում իհարկե էլեկտրաէներգիան է։ Ամիսը որպես կանոն մի քանի միլիոնի հասնող։ Իմ մոտ կոմպրեսորները ամեն մեկ 360 կիլովատ է, այսինքն երկու հատ իրար է, կոպիտ հաշվարկով ասեմ 5 միլիոնից ավել ես հոսանքի փող եմ տալու, ոնց է մի 6 հատ վիսոտի շենք մի ամսում մոծես։ Հիմա դուք ինչ շատ հանգիստ կարաք հարստակ բա ոնց է ուրիշտեղ 170 են վաճառում։ Ոնց է որ գիշերը 150-ով են վաճառում ցերեկ կոպիտ ասած կապիտություն ամենտեղ կա։ Բա ոնց են տենց էժան իրանց ծախում։ Այդ իրանց հարցը։ Այսինքն ինչ որ միտեղ նշանակում է խնայողություն անում են։ Գազը համարը 140 դրամ նստում։ Մենակ գազը, արկային մուծումներ կա, աշխատավարձներ կա, ծախսեր կա։ Տնտեսում են այսպես տնտեսում։ Վերջերս համացանցում հրապարակում հայտնվեց, որ ՀԵՑ-ի նոր ղեկավարությունը բացահայտել է, թե ինչպես երկրի շատ մեծահարուստներ իրենց օբյեկտներում, ռեստորաններում, խանութների ցանցում, հյուրանոցներում, առանձնատներում եւ գազալցակայաններում տարիներ շարունակ հոսանքի հաշվիչ նույնիսկ չեն ունեցել, ուստի երբեք սպառած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել։ Կարճ ժամանակահատվածում այսպես կոչված հոսանքագողերին պատկանող հաստատությունները զինվել են հաշվիչներով։ Մեկ ամիս անց էլեկտրաէներգիայի վարձավճարների հավաքագրման աննախադեպ աճ է գրանցվել։ Միայն ազդեցիկ մի անձին պատկանող գազալցակայաններից մեկում էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 29 միլիոն դրամ, եւ սա միայն օրինակներից մեկն է։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Ապրիլի 2-ից ի վեր պատերազմը շարունակվում է նաև այլ հարթակներում, մասնավորապես կիբերտարածքում։ Մարդկանց մոտ թյուր կարծիք կա, թե կիբերպատերազմները սահմանափակվում են ընդամենը մի քանի կայք կոտրելով ու չեն պատկերացնում, թե ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ պարտությունը այս դաշտում։ Թերևս հիշում եք, թե ինչքան ծանր էինք տանում թշնամու գերժամանակակից սպառազինություն ունենալու փաստը։ Դե հիմա պատկերացրեք, որ կիբերդաշտում ևս Ադրբեջանը հետախուզական նպատակներով ձեռք բերված ծրագրերով կարծես առավելություն ունի մեր նկատմամբ։ Մասնավորապես անցած տարի համացանցում տեղեկատվություն սպրտեց, որ եվրոպական հակերային մի խոշոր կազմակերպություն հետախուզական կիբերծրագրեր է վաճառել նաև Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայություններին։ Ճիշտ օգտագործելու դեպքում դրանք դառնում են հետախուզական լուրջ գործոն, այդ թվում անհատ օգտատերերի անձնական տվյալներին տիրանալու հարցում,
բնականաբար առանց օգտատիրոջ իմացության։ Կատվական անվտանգության մասնագետների հավաստմամբ թշնամու ջրաղացին ջուր է լցնում նաև այն հանգամանքը, որ մեր հասարակության գերակշիռ հատվածը չափազանց անգետ է այս ոլորտում։ Խոսքը նաև այսպես կոչված ընտրյալների մասին է, որոնցից մի քանիսը վերջերս հայտնվեցին տհաճ պատմության մեջ։ Որոշ տեղեկություններով համացանցի միջոցով իրենց մասին ինտիմ բնույթի տվյալներ ձեռք բերած քաղաքացու կողմից շանտաժ են ենթարկվել։ Պատկերացրեք, որ նույն հաջողությամբ շանտաժիստը կարող է լինել Ադրբեջանի հատուկ ծառայությունը։ Մի խոսքով, եթե ամփոփենք, ապա պատկերավոր ասած դա նույնն է, ինչ մարտի դաշտում ունենալով լուրջ զենք, բահով դուրս գաս հրասայլի դեմ, վերջում էլ զարմանաս, թե ինչու ես պարտվել։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի «Անտեսանելի ճակատի մարտիկները» հետաքննությունը։ Պարբերաբար աղմկահարույց տեղեկատվական արտահոսքեր տարածող WikiLeaks կայքը նախորդ տարի հրապարակել է համակարգչային լրտեսական ծրագրեր մշակող իտալական Hacking Team հակերային ընկերության առնչվող տվյալներ, մասնավորապես հաճախորդների հետ նրա ամբողջ նամակագրությունը, ինչից պարզ է դարձել, որ ընկերությունը Ադրբեջանին եւ Թուրքիային է վաճառել Da Vinci եւ Galileo անունները կրող լրտեսական ծրագրեր։ Քչերը կարող են պատկերացնել, սակայն ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ձեռք բերված ծրագիրը ձեր համակարգչում, սմարթֆոնում կամ թաբում ներդնելու պարագայում հնարավորություն կլինի միացնել առանց ձեր իմացության այդ սարքերի բացրախոսները, նույնիսկ տեսախցիկները եւ ֆիքսել ձեր զրույցը եւ այդ պահին ձեր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները։ Իրականում այս ծրագրերի հնարավորությունները բավականին լայն են, ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Դա համակարգ է, որը փաստացի իրենից ներկայացնում են ինչ-որ ժողովուրդը անվանում է վիրուս, որը վարակում է համակարգիչները եւ սմարթֆոնները ու պլանշետները, ընդ որում բոլոր օպերացիոն համակարգերի համար է այդ ամեն ինչը ստեղծված եւ ինքը քո SMS-ներն է կարդում։ Այդ բանի լսում ես, դու ինչ ես խոսում սուրճի բաժակի։ Այո, ամեն ինչ։ Իսկ դու կարող ես լուրջ չինովնիկ ես միակ։ Դե բնականաբար։ Նման վիրուս ծրագրերը ունեն ստեղծման կոնկրետ մեխանիզմ եւ չափազանց վտանգավոր են մեզ համար։ Օրինակ Windows, այո, ինքը ունի ինչ-որ bug, թույլ տեղեր։ Microsoft-ը ինքը դրա մասին դեռ տեղյակ չի։ Կամ տեղակա, բայց դեռ չի կարողացել փակել ինչ-ինչ պատճառներով։ Բայց այդ խնդիրը արդեն կիրառվում է, օգտագործվում է սև շուկայում։ Այսինքն այդ խնդրի հիմա վրա կառուցում են ծրագրային ապահովում, որը որ խոցում է հենց իմенно այդ կետը։ Ու ցանկացած բան կարող է կիրառելով տվյալ ծրագրային ապահովումը ինքը հասցնի որևէ վնաս իր ուզած թիրախին։ Կիրառելու համար ադրբեջանցիներին նախ անհրաժեշտ է այդ ծրագրերը ներդնել հայաստանցիների համակարգիչներում, բացատրում է Կարեն Գասպարյանը։ Այստեղ նրանց օգնության կհասնի մեր համակարգացիների անփութությունը։ Իրականում ներկայանա որպես, չգիտեմ, շուտ իրանց ընկեր, հատուց մտնեն Facebook-ի մեջ հավաքեն շուտ մեծ ցանկ, հա, ընկերների, ու ասեն, չգիտեմ, մի հատ շուտ պրոմո ակցիա է, ծանոթացեք, հա, սրկայով գնացեք, ասենց ոչ ստանդարտ վտանգավոր երևույթ է, այսինքն իրանց դեմ դու չես կարող պայքարես ինչ-որ տեխնիկական միջոցներով, հա, այսինքն անտիվիրուս գցես եւ այլն։ Անտիվիրուսը ընդհանրապես չէր բռնում։ Նման ծրագրերի ներդրման համար լավագույն տարբերակ են նաև կոտրած անվճար օպերացիոն համակարգերը։ Հայաստանում համակարգչից օգտվողների երևի թե 80%-ը օգտագործում է հենց կոտրված ապօրինի օպերացիոն համակարգեր։ Կոտրված Windows-ը կռեկարած ինքը իրանից հենց շատ վտանգավոր երևույթ է, քանի որ դուք երբ որ քաշում եք իրան, հա, բեռնում եք ինտերնետից, Նախ դուք չգիտեք ով է իրան գեներացրել, ընդհանրապես պատկերացում չունեք, ով այդ գեներացրել է հենց նույն օրինակ ադրբեջանցիները, դուք չեք կարող։ Ու իր հետ ինչ-որ բան է։ Այո, ու ի սկզբանե արդեն մեջը ինտեգրած է որևէ վնասակար ծրագիր։ Պաշտոնյաները օգտագործում են ամենախոցելի օպերացիոն համակարգը, այսինքն իրենք նստած են Windows-ի վրա, որը շատ ավելի խոցելի է, քան օրինակ Linux-ը, օրինակ Ռուսաստանը հիմա անցել է հատուկ պետական Linux-ի, հա, եւ արդեն իրենք խոսում են շատ մեծ խնայողությունների մասին։ Հիմա պատկերացնենք, թե ինչ խնդիրներ կառաջանան, եթե ադրբեջանական հատուկ ծառայություններն ունենան հսկողություն, ասենք Հայաստանի պաշտոնյաների անձնական տվյալների նկատմամբ։ Կարող է շատ պաշտպանված համակարգ ունենաս աշխատանքի վայրում, բայց գրպանի սմարթֆոնը սա խնդիրները լուծի։ Սմարթֆոնը փաստացի, եթե լավ չես իրան հետևում, չգիտես ոնց պաշտպանես եւ այլն, ինքը
ժողովրդական լեզվով ասած ժուչոկ է, որը ինքը դու կպցրել ես քո վրա եւ ման ես ածում։ Իդեպ, մեր չինովնիկները համացանցում զգուշավորությամբ աչքի չեն ընկնում։ Նրանք էլ անհեռատեսության հետևանքով երբեմն ընկնում են լուրջ պատմությունների մեջ։ Օրինակ, նախորդ տարի տեղեկատվություն տարածվեց, որ Skype-ի միջոցով խորհրդարանի падգամավորների մասնակցությամբ ինտիմ տեսանյութ է նկարահանվել, որն օգտագործել է մի անձ եւ փորձել շանտաժով փող շորթել նրանցից։ Գործը քննում է ազգային անվտանգության ծառայությունը։ Մենք հիմա ունենք մարդ, որը ձերբակալված է, որը հենց նմանատիպ շանտաժային գործի վրա է, Skype-ով եւ այլն, ընդ որում շանտաժի ենթարկվել են լուրջ պաշտոնյաներ։ Հակերային արձակումների բավականին լուրջ տոկոս, եթե ոչ գերակշռող, հիմնված այդպես կոչված մարդկային գործեր, սոցիալական ինժեներինգ են կոչվում, այսինքն ինչ էլ շատ լավ պաշտպանես, վերջ-վերջո քեզ կարելի է հարիֆացնել։ Մեղադրելը, որին հայտնաբերել է ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի քաղաքացի է։ Պատկերացրեք, ինչ ծանր հետևանքներ կարող էր ունենալ այս պատմությունը, եթե հայ պաշտոնյային շանտաժի ենթարկեր, ասենք, ադրբեջանական հատուկ ծառայությունը։ Կիբերանվտանգության տարրական կանոնները չպահպանելը սովորաբար ունենում է նաև կոմերցիոն հետևանքներ։ Օրինակ, վերջերս ինչ-որ անձիկ կարողացել են տիրանալ Հայաստան ապրանք ներմուծող կազմակերպություններից մեկի էլեկտրոնային փոստի տվյալներին եւ կապ հաստատելով վերջինի աշխատակիցների հետ ներկայացել որպես մատակարար կազմակերպության ներկայացուցիչ։ Գիտի հայկական կողմը ինչ ապրանք է ուզելու, նրանք ինչ պատասխան են տալու։ Փոխելով նամակագրության, ասենք, հասցե մի տար կամ մի կետ, հանդես է գալիս երկու կողմի անունից, այսինքն եւ խափում է դրսի գործարարին եւ Հայաստանի։ Հայաստանյան ընկերությունը գումար է փոխանցել իրենց մշտական մատակարարների անվան տակ հանդես եկող հակերներին, որոնք էլ այնուհետև փողի հետ անհետացել են։ Այս տարի ունենք արդեն մոտ մի $200,000 չափով հափշտակություն ունենք նման եղանակով։ Այսպես ասած, վիրտուալ խարդախության եւս մեկ տարբերակ, որն արդեն տարածված երևույթ է դարձել։ Կայքերում դրվում է հայտարարություն մատչելի գնով վաճառվող տան մասին։ Տրված համարով զանգահարողներին վաճառողն ասում է, որ գտնվում է արտերկրում։ Հետո էլ, իբր պոտենցիալ գնորդների վճարունակ լինելը պարզելու համար, խնդրում պարզ գործողություն կատարել։ Պահանջում է, ասում է, գումար փոխանցի քո ծանոթի կամ հարազատի անունով, ինձ ցույց տուր այդ անդորագիրը, որ ես համոզվեմ, որ դու վճարունակ ես։ Հայաստանի քաղաքացիները գումարը MoneyGram-ով փոխանցում են իրենց հարազատի անունով, դրա պատճեն ուղարկում են նրան, առանց մտածելու, որ այդ կոդը արդեն փոխանցման կոդը բավարար է աշխարհի ցանկացած կետից այդ գումարը ստանալու համար։ Այնտեղ գումարը կանխիկացնում են։ Այս մեքենայությունների հեղինակներին հայտնաբերելը չափազանց բարդ է, քանի որ գործողությունները կատարվում են արտերկրից համացանցի միջոցով։ Հայաստանցիներից ինտերնետի միջոցով գումար շորթելու մի միջոց էլ, ինչպես արդեն պատմել ենք, վերջերս է տարածվել։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ աղջիկները արտասահմանից սոցիալական ցանցերով փորձում են ծանոթանալ հայ տղամարդկանց հետ։ Եվ ինչ որ ժամանակ շփվելուց հետո այն աղջիկը առաջարկում է արդեն ավելի ինտիմ շփում ունենալ եւ Skype-ով սկսում են մերկանալ իրար դեմ, արդյունքում դրսի կողմը նկարում է հայ տղային եւ որոշ ժամանակ անց արդեն պահանջ է ներկայացնում, որ եթե չես ուզում, որ այս տեսաձայնագրությունը տարածվի, ուրեմն այսքան գումար փող կտաս։ Շանտաժիստները վիրտուալ սեքսի անբախտ սիրահարներից սովորաբար միջինը $3,000 են պահանջում տեսանյութերը չտարածելու համար։ Ընդհանրապես սոցիալական ցանցերում ակտիվ գործում են ոչ միայն նման խարդախներ, այլև հենց մեր թշնամու հատուկ ծառայությունները։ Դրանք հիմնականում Օդնոկլասնիկի կայքում հայկական տվյալներով կեղծ էջեր են բացում եւ ներկայանում որպես Հայաստանի կամ Արցախի նախկին զինծառայողներ, հայաստանցիների հետ նամակագրություն հաստատում եւ փորձում տարբեր կարգի տվյալներ ստանալ։ Օրինակ, ազգային անվտանգության ծառայությունն օրեր առաջ բացահայտել է Օդնոկլասնիկիում Հովիկ Մարգարյան, Էդգար Մինասյան, Ռաֆիկ Թովմասյան, Նորիկ Բացեղյան եւ Նորիկ Մարգարյան անուններով ներկայացող օգտատերերի, որոնք իրականում Ադրբեջանի հետախուզության աշխատակիցներ են։ Արմեն Նաթալյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Վերիկա բնությունը թեթևակի փրշտա ու վсё կացիցիա չորտովի մատերի։ Գլանդը ուիչել ասենց։ Բնակիչները ընդդիմացել են ու դրսի դուռը ցույց տվել, հայտարարելով, որ առողջ ծառա։ Արի։ Այս մեքենայից եւս մնացել էր մտառը։ Մարդը բերի ավտոն կայնացնի ու դուք էլ միանգամից կհասկանաք, որ մեղավորը Նիսանի վարորդն է։ Սրա օրգանիզմում սպիրտի պարունակությունը մոտ 4 անգամ գերազանցել է։ Արա հագիս
Բախումից առավել շատ ուժել են բժիշկը։ Ոչ տարել, ոչ բերել են, գիշերով կրակել են արագաչափի ուղղությամբ։ Հետևից է կրակած։ Որոշել են, որ ավտոմեքենան պետք է թաղեն այնտեղ, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը։ Լողալիս նրա ինքնազգացողությունը վատացել է եւ հանկարծամայ եղել։ Ահավոր էր ժողովուրդ ջան, ու նաեւ այն իմաստով, որ մացասել էր կրկին ջահելներին։ Երևանում մայիսի 23-ի փոթորիկը ջրի երես անեց այն թերություններն ու բացթողումները, որոնց ժամանակին անդրադարձել ենք։ Խոսքը մասնավորապես շինարարական նորմերի խախտումների եւ չորացած ծառերի վտանգավորության մասին է։ Ընդամենը կես ժամում պարզվեց, որ էլեկտրասյուներն ամրացվել են կոպիտ խախտումներով, չորացած ծառերի պակաս չկա, պատկան կառույցները, մասնավորապես համատիրությունները, շենքերի տանիքների ամրացման հարցում մեղմ ասած հետևողական չեն։ Չեմ զարմանա, եթե հեռուստադիտողի մոտ բնական պորտկոմ առաջանա։ Ինչի մասին է խոսքը, եթե անգամ քննչական կոմիտեի նոր շենքի տանիքն է փոխվել։ Իսկ հետևանքը վնասված տասնյակ մեքենաներն են, որոնց տերերը անելանելի վիճակում են։ Ապահովագրական ընկերությունները նշում են, թե չեն կարող վնասը փոխհատուցել, քանի որ կասկո արված չէ, համայնքային իշխանությունները թե դրա համար ծախսային հոդվածներ նախատեսված չեն։ Իսկ հետաքրքիր է, բնության հետ հոդվածներ նախատեսված են, թե տարերքը նորից անսպասելի էր, ինչպես սովորաբար պատճառաբանվում է։ Քիչ անց կդիտեք մայիսի 23-ի կադրերը, որոնք սթափվելու ահազանգ են պատկան կառույցներին։ Փոթորկից մեկ օր առաջ հնչեց մեկ այլ ահազանգ, աղի ջրեր կոչվող լճում կատարվածի մասին։ Երբ անցած ամռան շեմին կոկորդ էինք պատրում եւ ծնողներին զգուշացնում, որ բոլոր ջրավազաններում վտանգներ կան ու պետք է արգելել երեխաներին լողանալը, շատերը թերահավատորեն էին մոտենում, մտածելով, թե իրենց զավակներին այդ վտանգները չեն սպառնում։ Դեռ ամառը չեկած տեղեկացանք, որ նշածս լճում հայտնաբերվել է 35-ից 40 տարեկան կնոջ դիմք։ Նախնական տեղեկություններով եւ օպերատիվ տվյալներով լողալիս նա կորցրել է գիտակցությունը եւ հանկարծամայ եղել։ Ու մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին հանգամանքները, Շամշյանը ֆիքսել է, թե ինչպես են երեխաները շարունակում լողանալ, անտեսելով տեղի ունեցածը։ Եվս մեկ անգամ պետք է ասեմ, որ փորձանքից ոչ ոք ապահովագրված չէ, ու հաշվի առնելով, որ եղանակը արդեն տաք է եւ լողացողները շատանալու են, պետք է առավել զգոն լինել։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ դեպքերն ու պատահարները Գագիկ Շամշյանի գայթակղիչ ու վտանգավոր տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, իրոք որ հերիքա բնությունը թեթևակի փրշտա ու վсё կացիցիա չորտվոյ մատերի։ Միանգամից մի քանի րոպեում ի հայտ են գալիս այն երևույթները, որոնք ամիսներ շարունակ խնամքով թաքնված են եղել։ Խոսքն այս դեպքում վերաբերում է տանիքների վիճակին, որոնք պարզվում է տարիներ շարունակ խնամքի կարոտ են մնացել, չնայած բողոքելու բան չունեն, չէ որ բնության զայրույթին չդիմացավ անգամ քննչական կոմիտեի նոր սարքած շենքի տանիքը, ելուր մնաց հները դիմանան։ Բայց դեր տունը շինված քաղաքապետարանը կարար չէ զգուշացներ, որ ժողովուրդ ջան, ձեր շենքերի գլխներին ոչ թե տանիքներ են, այլ դրանց տնազը։ Հետևաբար բնության փրշտալու դեպքում առողջություն մաղթեք տան ներսից, որպեսզի հետո ձեզ առողջություն չմաղթեն։ Կոմիտաս Պողոտանա 57 շենքի դիմացը։ Ես չեմ դուք եք, ասեք, էս ինչի է նման։ Էսի որտեղի տանիքն է, այն դեղից բերеш։ Հմի աստից է ոչ թե ընդի։ Դեմից բերելա խփելանդը ու իջել ասենց։ Ես տեսա ուրիշ հա, մենք զալ ենք, զալ եմ։ Կամերաներ չկա, չէ՞ դրա։ Չէ, կամերա բան չկա, բայց տենողներ են, որ դեմից բերե շպրտել անդը ու իջել է։ Լսեցիք, չէ՞, իսկ հիմա տեսախցիկով սահուն շրջանցում ենք տոննանայով զռլաման, որը միայն երջանիկ պատահականությամբ չի դարձել մարդկային կորուստների պատճառ ու ինչ ենք տեսնում։ Այո, կարմիր գույնի Peugeot, որի վարորդը Հրանտ Գզրարյանը շշկրվել է, ստեղ էր կանգնեցել։ Հիմա տեսնում եք, թե ինչ վիճակա վերևը։ Լավ է, այն բալկոնում էլ մարդ չի եղել կանգնած, բայց ամենասարսափելին այն էր, որ վարորդը սեփական աչքերով է տեսել իր ջերյանի կործանումը, այսինքն թիթեղյա տանիքի ընկնելու պահը։ Էսի բրի թաղապետարանը փոխհատուցի։ Թանել չէ բրթած մածուն։ Մտածել են Արաբգերի թաղապետարանի աշխատակիցները ու դեպքի վայր հասնելուց հետո 1 րոպե լռությամբ հարգել են տանիքի ու մեքենայի վառ հիշատակը եւ թափով թռել։ Չնայած նրան, որ կար ժամանակ անց հասավ նաեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանը եւ այդ մասին իմանալով թաղապետարանի աշխատակիցները վերադարձել են։ Այդուհանդերձ վնասված մեքենայի տերը հույս չունի, թե դրանցից կարելի է օգնություն ակնկալել։ Իսկ ով կփոխհատուցի քաղաքացու գումարը հարցին սազականը հետեւյալ երկն ու պատասխանը. Սա Երևանն է, այստեղ դու տանն ես, այ ախպեր եղունգ ունես գլուխդ քորի։
Հիմա Կոմիտասից սահուն բարձրանանք նոր Լվովյան փողոց, որտեղ այս անգամ ոչ թե տանիքն էր ինքնասպանություն գործել, այլ էլեկտրասյունն ու հաստաբուն ծառը։ Վերջինը չէր մոռացել նաև տրորել 7-րդ դասի BMW-ն։ Իդեպ, ինչպես տեսնում եք, ծառը նաև հոսանքալարերն էր իրար խառնել, ինչը կարող էր դառնալ հրդեհի պատճառ։ Լավ է պոկե, քոքից պոկել է։ Այս հետաքննիչն եկավ։ Բացի հետաքննիչից ժամանել էին նաև թաղապետարանի աշխատողները, որոնք արաբկիրի գործընկերների համեմատ բավականին վստահ ու խրող տեսք ունեն։ Փորձեցի հասկանալ պատճառները ու պարզվում է ոչ զուր։ Պարզվում է, այս չարաբաստիկ ծառը նրանք փորձել են ոչ վաղ անցյալում կտրել, բայց բնակիչները ընդդիմացել են ու դրսի դուռը ցույց տվել, հայտարարելով, որ առողջ ծառը դրան չփորձեք կպնել։ Տենաս այս BMW-ի վարորդն էլ է տենց ասողների մեջ եղել։ Որ վերևները հետացել են, չեն թողել։ Բնակիչներ չեն թողել, չէ՞։ Հարգելի բնակիչներ, հասկացանք, թաղապետարանի աշխատակիցները մեր աչքի լույսն էլ չեն, սակայն երբ ռացիոնալ բան են ասում, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է ձեր անվտանգությանը, սվիներով մի ընդունեք։ Սվիներով ավելի լավ է ընդունեք էլեկտրասյան շրջվելու փաստը, քանի որ փոթորիկը ի հայտ բերեց այն տեղադրողների գրդոնի հանգամանքը։ Ասել է, թե այս էլեկտրասյունը ամրացնելիս մեջ է նայել ոչ միայն ցեմենտն ու ավազը, այլև արմատուրաները, առանց մտածելու, որ գուցե դրա տակով հնարավոր փոթորիկի ժամանակ անցնեն իրենց հարազատները։ 1000 ամոթ խայտարակություն է։ Ծառը այնքան վնաս չի տվել, ինչքան է սերկատը։ Պետյանը քարտ ու տղեկի տոզեն։ Էսի ծառը չի արել։ Ձեռը ոնց կարաս բարսասը։ Ատոմ բրթեն։ Բայց դանգրատ պետք է չէ, դանգրատով դնեն բարսասն։ Մի վարքյան ոչ մեկը ձեռ չտա։ Հենա ապել, արի։ Լավ, այս մի դեպքն էլ տամ ու վերադառնամ սովորական վիճակին։ Չնայած այդ օրը 9 դեպք եմ նկարել փոթորիկի պատճառած վնասներից։ Ճոխ մեքենաների արկայությունից արդեն հասկացաք, որ կենտրոն վարչական շրջանում ենք, ավելի ստույգ Քաջազնունի փողոցում։ Պատկերը գրեթե նույնն է, ինչ նախորդ երկու դեպքերում։ Արմատախիլ եղած հաստապուն ծառ եւ թույլատրելի հատվածում կայանված մեքենան։ Դժվար չէր կռալ, որ այս մեքենայից եւս մնացել էր մտառը։ Մարդը բերի ավտոն կայնացնի ու ձերն է, հա։ Մի հատ դեպուտատի էլ ներգոն է, էլի։ Բայց խեղճ ու կրակ մարկանցն ալում աշխատողներին է։ Բա դուք նամուս ու խիղճ ունեք այ ապավագրական ընկերություններ եւ վարչական շրջաններ։ Մի տեսեք, գեղեցիկ սեռի ներկայացուցիչը հեչ առավոտյան շպարվելուց կպատկերացներ, որ ընդամենը մի քանի ժամ հետո այս անորոշ հայացքով զննելու է իր մեքենան, ընդ որում դրա մեջ ոչ մի մեղք չունենալու։ Բայց դե հարգելի դամոճկա, այն ապավագրականները քծիպ են ու միայն փոխհատուցում են կասկոյի դեպքում, իսկ ինչպես պարզվեց, կասկո արված չի, իսկ թաղապետարաններն էլ թաղապետարանի մասով վերևը ասացի։ Չի վնասի, արխային, փրկարարները գիտեն ինչ են անում, բա կարող է սենց թողնեին ու մի քանի ժամ երթևեկությունը կաթվածարար լիներ։ Չնայած, թե ասա դուք ինչ եք մտածում, քաղաքային իշխանությունները դրա մասին վաղուց պիտի մտածեն, բայց ինչպես երևում է, հեչ պետք ներինել չի։ Երկար ժամանակ սպասում եք, որ ձմեռվա օրինակով կասեն, թե անսպասելի են տեղումները եւ նման բաներ, բայց ընդհանրապես ձենները չլսվեց, ինչպես երևում է, որոշել են լռելային կրեին իրենց խաչը։ Սթափվեք, պարոնայք, սթափվեք։ Հետ, ախպոր պես, հետ։ Կանի։ Լավ, անցանք վթարներին ու սկսենք Կոմիտասի փողոտայի եւ վրացական փողոցի խաչմերուկում տեղի ունեցածից։ Այս Մերսեդեսը տեսնելով ամչապես ընկա հուշերի գիրկը եւ վերհիշեցի վաղուսվա ֆիլմերը, որտեղ այս մեքենայով հիմնականում երթևեկում են կամ պաշտոնյաները կամ մաֆիոզները։ Չգիտեմ, սրա մեջի եղածները պատկանում են այդ դասակարգերին թե ոչ, բայց փաստն այն է, որ մեքենայի վրա սիրիական համարներ են, ինչը արդեն հավաքվածների խոսքով ինտրիգ էր մտցնում գործի հետաքննության մեջ։ Այսինքն նրանք կարծում են, որ վթարի մյուս մասնակցի Նիսանի վարորդի համար կստեղծվեն լրացուցիչ խոչընդոտներ։ Գոնե շուտ քննիչ գա։ Ինչպես տեսնում եք, դժվար է պարզել, թե հատկապես որ մեքենան է վթարի մեղավորը։ Առհասարակ խաչմերուկներում նման վթարների քննությունը բավականին երկար է տևում, քանի որ վճռորոշ նշանակություն է ունենում լուսացույցի արկայությունը, մասնավորապես թե ինչ լույսի տակով են անցել, իսկ այս դեպքում վճռորոշ կարող են լինել միլիվայրկյաները։ Նման մտորումներով է տարված, երբ ուրախալի լույս ստացվեց։ Օպերատիվորեն դեպքի վրա ժամանած շտաբօգնության բրիգադով հիվանդանոց տեղափոխված 3 ուղևորների կյանքին վտանգ չի սպառնում։
Հիվանդանոց են տարել։ Մի խոսքով, երբ ամեն ինչ ավարտված էր, որոշեցինք դիմել security դրիմին, հասկանալու թե ով է մեղավորը։ Վթարի պահը դիտելով դուք էլ միանգամից կհասկանաք, որ մեղավորը Նիսանի վարորդն է։ Իսկ Mercedes-ը անցել է կանաչ լույսի տակով, ու դա ասում են տեսախցիկները, ոչ թե ճանապարհային ոստիկանները, այնպես որ կարող եք չմեղադրել իրանցիներին հենց այնպես բաձերշկա անելու մեջ։ Հիմա կասեք, էս ինչ են այսքան հավաքվել, էլ անցորդ, էլ ոստիկան, էլ շտաբօգնության բրիգադ, բայց մի ակնկալեք, թե անմիջապես կստանաք հարցի պատասխանը։ Ու գիտեք ինչու, քանի որ ներկայացվելիք վթարում միայն տուժած մեքենաներ թվարկելու համար մի ահագին ժամանակ կպահանջվի։ Այդուհանդերձ պետք է ասեմ, որ դեպքը տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում, երեկոյան ժամը 23-ի մոտակայքում։ Սկզբում բախվել են 42-ամյա Թոմի Արմին Դիսի, այս Mercedes-ն ու 26-ամյա Սուրեն Սմբատյանի 099-ը, որից հետո Mercedes-ը բախվել է 36-ամյա Արմեն Մարգարյանի Opel-ին, իսկ 099-ը 36-ամյա Ջիմի Հաչարի Կիային։ Վերջինս էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 53-ամյա Անդրանիկ Թաթոսյանի Lexus-ին։ Այ մարդ, կարծես քաղաքի կեսի մեքենաները այս վթարին մասնակից են եղել։ Էլ չեմ խոսում, թե ինչ տարօրինակ ազգանուններ են շրջանառվում։ Տեսնում եք, թե ինչպես են մեծից փոքր փորձում համոզել Mercedes-ի վարորդ Արմին Դիսին բժշկական զննում ասել։ Հավաքվածների մեծամասնությունը կարծում են, թե Թոմին տաք է ու կասկած էին հայտնում, որ կարող է մոտը ներքին արյունահոսություն սկսի։ Բայց դե գիտակները խոմ հասկանում են, թե ինչու են ճանապարհային ոստիկանները քննիչի հանձնարարականով սրանք կպած համոզում ստուգման մասով։ Որը Չէ, մի րոպե, այդպես բանը չկա։ 100 ու նրանք ըստ էության չսխալվեցին։ Այս երկխոսության ընթացքում Թոմիի բռնած դիրքից դուք էլ հասկացաք, որ սպիրտի հոտ է փչում։ Իսկ հիմա բռնվեք, չընկնեք։ Սրա օրգանիզմում սպիրտի պարունակությունը մոտ 4 անգամ գերազանցել է թույլատրված չափը, ինչը նշանակում է, որ քեֆին քեֆ չի հասնի։ Ու եթե սրան գումարենք նախնական տեղեկատվությունը, որ վթարի մեղավորը նա է եղել, ապա պատկերն առավել քան ամբողջական կդառնա։ Այսինքն աճ ու ձախ խփած մեքենաների հեղինակը ամենայն հավանականությամբ չի էլ գիտակցել, թե ինչ անում։ Մեկ անգամ եւս հորդորում ենք վարորդներին. տեսեք այս խելոք Թոմին, լրիվ հայտնվել էր Թոմի ջերի կերպարում ու ձեզ խղճացեք, զգոն եղեք։ Հավելեմ նաև, որ հիվանդանոց էր տեղափոխվել միայն 099-ի վարորդը։ Սուրենի, ես տանում եմ մեր բժշկական կետը տեղափոխեք, հա, այդ ինքը չի գա կարծում։ Հələ փորձեք համոզել։ Արա հանգիստ, ընկեր ջան։ Ինչ լավ է, չէ, որ մեր շտաբօգնության բրիգադները օպերատիվորեն հասնում են դեպքի վայր եւ առաջին օգնությունը ցուցաբերում տուժածներին։ Իհարկե լավ է, բայց կարևորը որտեղ հասնեն։ Հեսա կասեք, թե ես ինչ ասում Շամշյանը, բայց պետք է ասեմ, թե ինչ։ Չի երևում, թե ես ինչ օրն անկել շտաբօգնության մեքենան։ Աթոյան եւ Երևանի փողոցների խաչմերուկն է։ Կեսգիշերին մի քանի րոպե պակաս։ Այս պատկերը ֆիքսելուց մի քանի րոպե առաջ իրար են բախվել 63-ամյա Սամսոն Խաչատրյանի վարած շտաբօգնության Ֆորդն ու այս Mercedes-ը, որը վարել է 28-ամյա Վլադիմիր Ավետիքյանը։ Հենց երկու վարորդների վնասվածքները քիչ առաջ ներկայացրեցինք, բայց պարզվում է, որ բախումից առավել շատ տուժել են բժիշկը 26-ամյա Սուսանա Ռոստոմյանը եւ բուժքույր 51-ամյա Այնա Մովսիսյանը։ Փորձեցի հասկանալ, թե ինչն է եղել վթարի պատճառը, ու քանի որ Mercedes-ի վարորդի հետ միայն ստացվեց զրուցել, ներկայացեմ նրա ասածը, ըստ որի շտաբօգնության վարորդը կարմիր լույսի տակով անցել է առանց ձայնային ազդանշանները միացնելու եւ նրան բախվելուց հետո ինքը չի կարողացել կառավարել մեքենան, ինչի հետևանքով բախվել է խաչմերուկը կարգավորող սվետաֆորին եւ տապալել այն։ Ապենորեն աղջիկուրը այն ցանարագություն էր ասում ընկեր։ Ցանարագություն էր ասում։ Նորից հա։ Անգել դաժիշտի մի հատ էլի քելեք մտածել, էլի դու աշկոտնում ես։ Մեռնեմ սրտիդ, հա, ձեն չենք անում, հա, կետա։ Հիմա լավ չէի տեսա, ասենք ջարդավեր նոր ասեն, աղբերս մեռնեմ սրտիդ, այն մարդը դեմից իջել է պրիզնատ է եկել, բայց որ հա ասում եք ապեր 18 չի, 77։ Լավ, է թեման ապեր չենք ջող հասկացանք ընկեր։ Դե ես հասկացա, հա, կետա կասեք աղբեր։ Ալո։ Ով ասա։ Ձեր տղեկից աղբեր։ Ապրես այսքան ժողովուրդ կա ընկեր, նշ ասեմ, սաղը։ Մեզ բարիան ապել, ես 10 հոգի մարդ հայրացել տեսել են ոնց է եղել։ Աղբերս խես գոռում։ Որտե՞ղ աթակ։
Մարդը տասուղին ասեն, Սև բաշխոնով տղամարդն էլ կարծես շտաբողության վարորդի շայրի պաշտպան էր ու փորձում էր ապացուցել, որ շտաբողության վարորդը մեծ արագություն չի ունեցել եւ Մերսեդեսի վարորդի ճիշտ կողմնորոշվելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել վթարից։ Մի խոսքով վթարի հետևանքները աստիճանաբար ձեռք են բերում թամաշայի բնույթ, սակայն իրականությունը մեկն էր։ Վերջին ժամանակաշրջանում արդեն երրորդ դեպքն է, երբ շտաբողության մեքենաները վթարի են ենթարկվում։ Սովորաբար մեղադրում ենք շտաբողությունը չզիջող վարորդներին, իսկ ով ասեց, որ բժիշկներին տեղափոխող վարորդները անխոցել են։ Հիշեք Արարատի դեպքը, երբ շտաբողության մեքենայի վարորդի պատճառով վթարից մահացավ երիտասարդ բժիշկներից մեկը, այնպես որ դուք էլ հիվանդին դեղ հասցնողներ պետք է առավել ուշադիր լինեք։ Հետևով խփել այնտեղ ծառին, բալոնն էլ դեն։ Ծառին։ Բալոնա մնացել։ Երկու լույսն էլ ընդ է ասաբեկավորի։ Տվը շպրտել ասма 20-ի վրա է մեկ է։ Մինչ կներկայացնեմ մահվան ելքով պատահարները, անդրադառնանք օրերս տեղի ունեցած արտասովոր մի դեպքի, որը ոչ միայն շարժել էր ամբողջ հասարակության հետաքրքրությունը, այլև դարձել շատերի սրտի հովանքի պատճառ, երբ տեղեկացա եղելությանը, չգիտեի ինչպես արձագանքել։ Չէ՞ որ մի կողմից այս երիտասարդների արածը հակաօրինական է, մյուս կողմից Ռոբին Հուդյան երանգավորումը։ Լավ, շատ չվելուծենք, այլ շարադրենք տեղի ունեցածը։ Եվ ուրեմն այս տղերքը 33-ամյա Պարքև Գևորգյանը, 38-ամյա Արմեն Հարությունյանն ու 39-ամյա Արթուր Մկրտչյանը ոչ տարել ոչ բերել են, գիշերով կրակել են աշտարակ ապարան ճանապարհի Արտաշավան գյուղի հատվածում տեղադրված արագաչափի ուղղությամբ։ Հետևից է կրակած, բայց ինչով են կրակել, ինչ է ստրով։ Կրակած, շատ մեղմ ասված, ինչպես տեսնում եք, սետկա է սարքած։ Հարց, ինչու։ Դու մի ասա, տղերքին մասնավորապես Պարքև Գևորգյանին թվացել է, թե մի քանի անգամ այդ ճանապարհը չափչփելու ժամանակ արագաչափը նկարել է Հարությունյանին պատկանող Նիսանը, եւ որպեսզի ավել պակաս ծախսերի տակ չընկնեն, որոշել են գնալ նման ոչ օրդինար ճանապարհով։ Ոստիկանները դերման են ենթարկել արագաչափը վնասելու համար։ Վնասել ես։ Ինչպես։ Դու վնասել ես։ Այո։ Էս էլ զենքը, որով Գևորգյանը նախշել է մոտ 2,000 եվրո արժեցող արագաչափը, հասկացաք չէ, թե մի քանի հազար դրամ վճարելու փոխարեն ինչ կարգի գումար է վճարելու, բայց դա էլ դեռ ամբողջը չի։ Արագաչափի չիպը դու մի ասա պահպանվել է, որի վերցանումից հետո պարզվել է, որ Նիսանը չի նկարվել, այսինքն խախտում չի եղել։ Համաձայն եմ տղեր ջան, որ այդ ամենաաբիդնի հանգամանքն է, բայց հաջորդ անգամ երբ կվճարեք այդ գումարը, փորձեք այլ եղանակներով պարզել, խախտել եք թե ոչ։ Մնում է հավելեմ, որ նման տրույկի կրկնումը, ինչպես ասում են, խիստ վտանգավոր է առողջության եւ գրպանի համար։ Ինչպես նշեց Վայե Ղազարյանը, 1000 անգամ կոչ են կարել ջրային ավազաններում շատ զգույշ լինել ու խոսքը հատկապես ուղղել ենք ծնողներին։ Մի մասը լսում է, մյուսը ոչ, իսկ հետևանքները ողբերգական են լինում։ Երբ ահազանգ ստացա, որ Գաջիգործների փողոցի հարակից հատվածում գտնվող աղի ջուր կոչվող լճում դիակ է հայտնաբերվել, կարծեցի թե կրկին ինչ-որ ծնողի անուշադրության պատճառով երեխա է խեղդվել, սակայն հասնելով դեպքի վայր լրիվ այլ բան պարզեցի։ Պարզվեց, որ մահացածը 35-ից 40 տարեկան կին է։ Ըստ նախնական տեղեկատվության, լողալիս նրա ինքնազգացողությունը վատացել է եւ հանկարծամայ է եղել։ Անկեղծ ասած, մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչու է ամառը դեռ չբացված միջին տարիքի կինը հայտնվել լողավազանում։ Այդուհանդերձ փաստն այն է, որ ունենք այս ջրավազաններում այս տարվա առաջին կորուստը։ Իսկ հիմա խնդրում եմ նայեք դիակի գտնվելու վայրից մի քանի տասնյակ մետր այն կողմ։ Էս վտանգավոր չի։ Զգուշ։ Բայց չես վախենում։ Ախպեր։ Լավ չի։ Ապրես։ Երեխաները ինչ գործ ունեն միայնակ այս վայրում։ Հարցը բնականաբար ուղղված է նրանց ծնողներին, որոնք կարծում եմ այս պահին դիտում են հաղորդումը։ Բավական չէ, որ միայնակ են, մի հատ էլ ականատես են լինում, թե ինչպես են ջրից հանում մահացած կնոջ դին։ Սա ճիշտ է, հարգելի ծնողներ։ Կրկին անգամ հորդորում ենք ուշադիր լինել երեխաների նկատմամբ, հնարավորության սահմաններում արգելել նրանց մուտքը ջրավազաններ։ Եվ վերջում սարսափելի վթարի մասին, որը տեղի ունեցավ Լոռիում, վթար, որը հերթականը դարձավ այդ չարաբաստիկ հատվածում, որը կոչվում է Տաշիր Մեծավան ավտոճանապարհ։ Մինչև այժմ չեմ կարողանում հասկանալ, թե ինչի հետևանքով է Մուսալեր ընկերությանը պատկանող Mercedes Sprinter-ը դուրս եկել հանդիպակաց գոտի, արմատախիլ արել մի քանի ծառ եւ կողաշրջվել։ Սա Լոռու մարզում արդեն երրորդ մահվան դեպքն է։ Բազմաթիվ անգամ վարորդներին խնդրել ենք, հորդորել ենք, որպեսզի նշված ճանապարհներին զգոն լինեն։ Սակայն, ինչպես տեսնում եք, չգիտես ինչ ասել։
Հուգուց կացի մետ երապգոների ինչերի, երգոքի ոդին, մերոգին, մեկը բալնից։ Հետ եմ բանարակով։ Բայց կոդ չկա գրած։ Ահավոր էր ժողովուրդ ջան։ Ու նաև այն իմաստով, որ մացասել էր կրկին ջահելներին 30-ամյա Վայե Գրիգորյանն ու 20-ամյա Դավիթ Մատինյանը։ Նրանց հետ եղել է նաև 24-ամյա Արմեն Խարազյանը, որին ծանր վիճակով տեղափոխել են Տաշիրի բժշկական կենտրոն։ Դեպքի վեր ժամանած իրավապահները նույնպես չէին կարողանում հասկանալ, թե ինչպես է մեքենան հարթ տարածքում դուրս եկել հանդիպակաց ու հայտնվել նման վիճակում։ Միայն քիչ թե շատ հավանական տարբերակը համարում են ճանապարհների թաս լինելը, ինչի հետևանքով մեքենան կարող էր հայտնվել սահքի մեջ։ Ինչու սկզբում նշեցի կրկին երիտասարդներ եւ կրկին այս հատվածը արտահայտությունները։ Եթե հիշում եք, անցած տարի հունիսի 7-ին այս ճանապարհահատվածում տեղի ունեցավ մի սարսափելի պատահար, որը ցնցել էր ողջ հանրապետությունը։ Տուարեկը, որում գտնվել էր 7 մարդ, վթարի էր ենթարկվել ու անմիջապես բռնկվել։ 21-ից 24 տարեկան 7 երիտասարդներ մահացել են։ Սարսափելի այդ պատմությունը թվում էր, թե ավարտվել էր, բայց գալով Մերսեդեսի վթարի վայր նկատեցի 1 տարվա վաղեմության դեպքի հետքերը։ Պարզվում է, որ օրեր առաջ մոխրակույտի վերածված Տուարեգը քնիչը հանձնել է մահացածներից մեկի հարազատներին։ Վերջիններս էլ որոշել են, որ ավտոմեքենան պետք է թաղեն այնտեղ, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը։ Անկեղծ ասած, նման որոշման տրամաբանությունը անհասկանալի է, սակայն դա հարազատների գործն է։ Ու որպեսզի նման դեպքեր չկրկնվեն, երիտասարդներ ջան, զգոն եղեք, այ ձեր ցավը տանեմ, ամենքդ մի տան ճրակ եք, ու լիքը սպասողներ ունեք։ Ցավակցում ենք Մերսեդեսի վթարի հետևանքով մահացած երիտասարդների հարազատներին։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք հունիսի 5-ին ժամը 22-ին։ Աստծո սերը բոլորիս հետ։